Տիկին Հակոբյան օրերս Արցախի նախագահի պաշտոնակատարի կողմից Կարեն Շաքարյանին տրված հերոսի կոչումը անվավեր համարվեց։ Դրան անդրադարձել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նշելով, որ ինքը այդպիսի ինստիտուտ չի ճանաչում, նկատի ունենալով Արցախի նախագահի ինստիտուտը եւ որևէ մեկը չի կարող մարտական ուղի անցած մարդուց վերցնել իր պարգևը, իր կոչումը հերոսի։ Գիտեք, նախ բնական է, որ Արցախի նախագահի պաշտոնակատարը իրավունք ունի նման որոշում կայացնելու եւ կայացրել է արդարացի որոշում, ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի բնութագրմանը, իրեն երևի պետք է հիշեցնել, որ երբ իրենք խմբերով, խմբակներով այցելում էին Արցախ եւ պաշտոնական ընդունելության արժանանում հենց Արցախի իշխանությունների կողմից ու ուտել խմելով օրերով ու շաբաթներով, ինչպես նաև պատերազմի ժամանակ նման պահվածքով խիստ աչքի ընկնում, պիտի հիշեցնել այդ ժամանակ ոնց էին դիմում պարոն նախագահով, պարոն նախարարով, մոռացել են ընդամենը մի քանի տարի առաջ ինչպես էին դիմում։ Հասկանալի է, որ հիմա այլևս իրենց բարեկամ կամ իրենց հրահանգ տվող ադրբեջանական իշխանությունների կողմից չունեն նման ցուցում կամ ունեն նման արգելանք, որպեսզի չճանաչեն, բայց իրենց տեսակն է այդպիսին։ Կարճ ժամանակ առաջ ճանաչում էին, հիմա չէ, նորմալ է, իրենք այդպիսին են, իրենք ճամբարափոխ են, իրենք արժեքներ քանդող են ու փոխող են, այնպես որ նորմալ է իրենց պարագայում։ Բայց այդուհանդերձ հասարակության կողմից էլ միանշանակ չընդունվեց պարոն Դանելյանի այդ քայլը, նշելով, որ ամեն դեպքում Կարեն Շաքարյանը մարտական ուղի անցած անձնավորություն է եւ որ այո, քաղաքական նկատառումներից ելնելով այդուհանդերձ չպիտի այդ որոշումը կայացվի։ Մարտական ուղի անցած խնդիր չկա, այո, ընդունում եմ, չնայած ես անձամբ իրեն չեմ ճանաչում, չեմ էլ տեսել իր անցած մարտական ուղին եւ չեմ էլ կարող գնահատական տալ, բայց մենք եկեք ընդունենք, որ բոլորս շատ վատ էինք ընդունում 2020 թվականի ասարցուր պատերազմից հետո, Արցախի մեծ մասի հանձնումից հետո, երբ աչուձախ հերոսների կոչումներ էին տրվում եւ Արցախի հասարակությունը նույն եւ մենք բոլորս որևէ կերպ չէինք ընկալում, ինչպես կարող է այդպես դաժանաբար սարսափելի ձևով պարտված իշխանությունը լայն ժպիտով ուղակի կոչումներ բաժանի աչուձախ հերոսի եւ այդ գեներալ, որի մասին խոսում եք, եւս 2020-ին հերոսի կոչում ստացած, որը ասեմ ձեզ, հասարակության համար միևնույն էր, իրենք ունեին այդ հերոսի կոչումը, թե չէ, որտեվ հասարակությունը իրենց որպես հերոսներ չընկալեց եւ դա նորմալ էր, ինչպես նաեւ չընկալեցինք մենք իրենց որպես հերոսներ։ Եվ այս պարագայում սա ոչ թե քաղաքական դրսևորում էր, այլ արդարացի դրսևորում էր։ Տեսեք, եկեք չմոռանանք, որ մենք ունենք նաև նման առաջնորդ թեմի, առաջնորդ ունենք, որը նույն պահվածքն է ցուցաբերել եւ նույն մեր հանրությունը Արցախի մեծ ալիք բարձրացավ, պահանջեց մինչև իսկ կաթողիկոսից զրկել առաջնորդությունից Վրդանես Սրբազանին եւ հիմա այնպես չի, որ ժամանակ է անցել ու մոռացել է հանրությունը կամ մենք սպասում ենք որոշմանը, այո, կաթողիկոսի որոշմանը, ինքը գիտի մեր դիրքորոշումը, ինքը գիտի մենք ինչ ենք ցանկանում եւ հիմա սպասում ենք արդեն կաթողիկոսի դիրքորոշմանը։ Ուզում եմ ասեմ, հանրությունը այսպես թե այնպես չի ընդունում այս իշխանությունների ձեռք սեղմող արցախցիներին։ Գիտեք, մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Կարեն Շաքարյանին, այսպես ասած, կրոնականերողություն քաղաքական իմաստով փոփոխել է կամ որպեսի անցնի իշխանությունների կողմը հենց Վրդանես Սրբազանը։ Հնարավոր է, որովհետև Վրդանես Սրբազանի հետ տեղահանումից հետո մենք բոլորս ենք հանդիպումներ ունեցել, իհարկե դա մեր առաջի հենց ցանկությունն էր վազել այսպես մեր առաջնորդի մոտ եւ առաջնորդությունը հենց իրենից ստանալ կամ մեր գործողությունների օրհնությունը հենց իրենից ստանալ, բնական է, նորմալ է, որ շփումը հենց այդպիսին է եղել առաջ
առաջնորդի հետ թեմի, բայց չեմ կարող ասել կոնկրետ այդ անձի հետ կապված ինչպիսին է եղել, հնարավոր է, որովհետև մեր որևէ առաջարկներին մենք այդպես էլ գործնական հետևանքը Սրբազանի կողմից չտեսանք, մասնակցությունը իդեպ ոչ քաղաքական գործընթացների մասին է խոսքը, բայց նաև լսում էինք, որ ինչ որ խմբերի հետ, ինչ որ անձանց հետ ինքը գնում է հանդիպումների, միգուցե հենց այդ խմբերից կամ անձանցից մեկն էլ հենց եղել է այդ գեներալը։ Եվ գերիներ վերադարձան Հայաստան, ինչ է կարծում, երբ է հնարավոր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձ կլինի որևէ փուլում, թե ոչ, թե արդյոք Ադրբեջանը նրանց համար այլ պահանջներ կարող է ներկայացնել Հայաստանին։ Գիտեք, նախ մեծ ուրախություն է իրոք, երբ մեր 4 հայրենակիցները արդեն իրենց ընտանիքներում են կամ ամեն դեպքում տեսակցել են արդեն իրենց հարազատներին, բայց եկեք սթափ դատենք, դուրս գանք այդ էյֆորիայից, այդ ոգևորությունից ու հասկանանք, որ Հայաստանը որևէ ու առավելևս այս իշխանությունները որևէ դերակատարություն չունեին այդ հարցում եւ սա ընդհանրապես Ադրբեջանի ցանկության արդյունքն էր։ Միակ բանը մենք շատ լավ գիտենք վարձկանների հետ փոփոխությունը, հաջորդ ներողություն այսօր հերքեց, որ այդ իրողությունները մեկը մյուսի հետ կապ ունեն։ Առավելևս ես հենց ի սկզբանե չեմ էլ ընկալել այդ իրողությունները եւ ինձ համար շատ ավելի ընկալելի էր հենց առաջի իմ ռեակցիան եղել է նա, որ այստեղ Հայաստանի իշխանությունների որևէ, այսպես գործընթացի մասնակցություն չի եղել եւ սա ընդհանրապես Ադրբեջանի ցանկության արդյունքն է, այս բարի կամք չի սա, բացարձակ բարի կամք չի սա, որովհետեւ նման գործընթացները բարի կամքի դրսևորում լինել չեն կարող, սա պարտավորություն պիտի լինի եւ եթե դու գնում ես խաղաղության գործընթացի ոգևորությամբ 2 օր է խոսում են թրիպից, ապա հասկանալի է, որ նախերգանք է գերիների վերադարձը, բայց եթե մենք այս փուլում ընդհանրապես խոսում է ընդհանրապես 4 գերիների ազատման մասին, հասկանալի է, որ այդ գործընթացը ինքը քաղաքական այլ հետևանքներ է դեռևս նախատեսում կամ քաղաքական դեռևս այլ ընթացք է նախատեսում։ Սա մարդասիրական գործընթացից ընդհանրապես դուրս գործընթաց է եւ կանխագուշակել այս իշխանությունների օրոք մեր պատանդարված անձերի հետագա ճակատագիրը անհնար է ուղղակի։